Հայտնի է դարձել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է այս տարի չմասնակցել Դավոսի տնտեսական համաժողովին։ Դավոսը սովորական համաժողով չէ, դա այն վայրն է, որտեղ հավաքվում են շուրջ 3000 որոշում կայացնողներ ավելի քան 130 երկրից, նրանց թվում մոտ 850 խոշոր կորպորացիաների ղեկավարներ եւ շուրջ 65 պետությունների եւ կառավարությունների առաջնորդներ։ Այստեղ գործարքները ծնվում են փակ ձևաչափով ուղիղ երկկողմ հանդիպումներից, ներդրումների, տեխնոլոգիական գործընկերությունների, ֆինանսավորման ու շուկաներ մտնելու շուրջ։ Այս տարի Դավոսում լինելու են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Մերցը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լայենը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Հայաստանը ներկայացված կլինի ըստ ամենայնի Վահագն Խաչատուրյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի մակարդակով։ Սա վատ է մի շատ պարզ պատճառով։ Տնտեսական քաղաքականության իրական որոշումները, ներդրումային ռեժիմ, հարկային եւ բյուջետային ազդակներ, ռեֆորմների արագություն եւ որակ, պետական երաշխիքներ եւ ծրագրային հանձնառություններ վարչապետի ձեռքում են։ Դավոսում ներդրողն ու խոշոր ընկերության ղեկավարը ուզում է նստել հենց այն մարդու հետ, ով տեղում կարող է քաղաքական պարտավորություն վերցնել եւ ճանապարհային քարտեզ համաձայնեցնել։ Երբ դու այդ սեղանին չես, քո տեղը զբաղեցնում են ուրիշները եւ պատուհանը փակվում է մինչեւ հաջորդ տարի։ Դավոսը ներկայացուցչական այց չէ, դա որոշումների, կապերի կենտրոն է, եւ եթե Հայաստանը չի նստում այդ սեղանի շուրջ հենց առաջին դեմքով, կորցնում է ոչ միայն հանդիպումները, այլև հնարավորությունը իր տնտեսական բացվածքը վերածելու կոնկրետ ներդրման, պայմանագրի եւ երկարաժամկետ գործընկերության։